էլի գիտեմ դժվար է ընկալվելու։ Գիտակցված զողողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ այդ բոլոր զողողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառապնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զողողություն ենք գնացել մեր շահերի համար, հասկանում եք, մեր պետության համար, մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Եվ էսա ներվայնացնում բոլորին, որովհետև բոլորին ներվայնացնում է դուք ով եք, որ որոշեք, մենք պետությունն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք և մենք որոշել ենք, ինչու ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը, այդ դրա համար ենք որոշել։ Մենք քվեատուփեր լցելով չի, որ եկել ենք, հասել ենք իշխանության։ Ոչ էլ ստեղից ընդեղից դաբրոներ ունենալով ենք եկել հասել իշխանության։ 2018 թվականի հեղափոխությունը ասում են, սա է աջակցել, տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի։ Ի հեճուկս բոլորի։ Որովհետև բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում տանում են։ Չէ, բա այդ է երաշխավորը։ Երաշխավորն է նա, որ պարանը գցել է հորթի վիզը եւ երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա։ Որովհետեւ ինքը իրավունք չունի իր համար զոհողության գնա։ Ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար։ Երբ որ երաշխավորը ասի, եկելա քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի։ Հա? Մատաղի, այո։ Բոլորին է սա ներվայնացնում։ Ես պատասխանատու ասում եմ, 2018 թվականի ոչ բռնի թավշա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, պատկերացնում եք բոլորի։ Եվ դրան ապացույց կա 18 թվի հեղափոխության ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին, դեռ արդեն պարզեր որ հեղափոխությունը լինելու է։ Ինձ հրավիրեցին Մարիոտ հյուրանոցում հանդիպման։ Ասի դե դեսպաններ են հրավիրում են հանդիպման, գնամ հանդիպման։ Գնացի բարև ձեզ, ինչ կա, բա մենք ուզում ենք միջնորդենք ձեր եւ կառավարության միջև, որ այս ճգնաժամից դուրս գանք։ Ասի շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, եւ եթե դուք ուզում եք միջնորդեք մեր եւ իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռն է։ Մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունեն։ Ստեսություն, գնացեք զբաղվեք, կպեք ձեր գործերին։ Իրանք գնացին կպան իրանց գործերին, Հայաստանի ժողովուրդն էլ իր գործը արեց, մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ։ Չէ՞ Սորոսը կազմակերպեց, Բորոսը Սորոսը ձեզ է կազմակերպել։ Այդ դուք ա որ Սորոսի նման երաշխավոր եք, փնտրում որ հորթի նման գլուխները տանեք, մտցնեք պարանի մեջ։ Որտեվ երբեք կյանքում ոչ մի ինքնուրույն բաց, ոչ մի կոպեկ փող եք աշխատել ինքնուրույն։ Մի կոպեկ փող չեն աշխատել այդ մարդիկ ինքնուրույն։ Մի կոպեկ, երաշխավորված ասում եմ։ Այդ որ ասում են մենք հարուստ ենք, բան Range Rover ենք քշում, բան եւ այլն։ Կյանքում մի կոպեկ փող աշխատած չկա ինքնուրույն։ Կյանքում։ Ես այս վերջերս համեմատություն արեցի։ Բանի հետ համեմատեցի, Պրիգոժինի հետ համեմատեցի, որ բաններ, ճաշմատուցողի կարգավիճակից դարել էր իբր ինչ-որ մեկը։ Այդ նույն մարդիկ այդ բանն են։ Խոհարարի մատուցողի և սնվողի արանքի այդ որ վերջում աբսենտանում տենց բաներ կան, էլի տենց պրոտոկոլներ կան։ Այդ մարդիկ մի կոպեկ ինքնուրույն փող չեն աշխատել, մի կոպեկ։ Մի կոպեկ։ Իրանք սկսել են, իմիջ հայլոց ասեմ, էդ էլ պետք է ասենք, Ռուսաստանի և այլ երկրների մեծահարուստների մի մասը, իրանք ուրիշների փողերի վրա եղել են տեղապահ և են տեղապահ հասկանում եք,
Այն տեղապան, իրանք այդ փողերի տերերը չեն։ Եվ հիմա երաշխավոր են ուզում։ Երաշխավոր կա։ Այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Եվ ինքը իր երաշխավորությունը արդեն արել է եւ էլի կանի, վստահ եղեք։